Երևանյան թեման հոգեհարազատ ու սրտամոտ է յուրաքանչյուր հային, մանավանդ երևանցիներին, որոնց մանկությունը, պատանեկությունն ու ներկան անբաժանելի են մեր քաղաքից։ Մեր հաղորդաշարը անդրադառնում է Երևանին ու երևանցիներին, մարդկանց, որոնք տարիների ընթացքում ղեկավարել են այս քաղաքը։ Երևանի վերջին տարիների քաղաքապետերից շատերին դուք հանդիպել եք Երևանյան հեքիաթներ հաղորդաշարում։ Առաջիկայում մեր ծրագրերում կհանդիպեք նաև Աշոտ Միրզոյանին, որը եղել է քաղաքապետ 1996 թվականի փետրվարի 23-ից նոյեմբերի 7-ը, եւ Ալբերտ Բազեյանին, որը զբաղեցրեց այդ պաշտոնը Սուրեն Աբրահամյանից հետո 1999 թվականի օգոստոսից մինչև 2001 թվականի հունվարի 10-ը։ Հաշվի առնելով ներկայիս գործող քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի զբաղվածությունը, մենք փոքր-ինչ խախտեցինք հերթականությունը, եւ այսօր ներկայացնում ենք ձեր ուշադրությանը հարցազրույց նրա հետ։ Եվ այսպես Ռոբերտ Նազարյան ծնվել է 1956 թվականի հունիսի 26-ին Երևանում։ 1963-ին ընդունվել է Երևանի թիվ 46 միջնակարգ դպրոց, որը ավարտել է ոսկե մեդալով։ 1973 թվականին ընդունվել է Երևանի Կարլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտ, ստանալով ինժեներ շինարարի որակավորում։ Աշխատանքային գործունեությունը սկսել է 1986 թվականին Երևանի տնաշինական կոմբինատում, վարպետից հասնելով տնօրենի պաշտոնի, ապա 1986-ից 1 տարի աշխատել է որպես Երևանի խոշոր պանելային գործարանի տնօրեն։ 1987-ից 88-ը եղել է Երևանի Մաշտոցի կոմկուսի շրջկոմի բաժնի պետ, ապա կրկին վերադարձել է տնաշինական կոմբինատ։ 1990 թվականին հրավիրվել է Երևանի քաղաքխորհրդի գործադիր կոմիտե, ուր մինչև 1996 թվականը վարչության պետից հասել է նախագահի տեղակալի պաշտոնի։ 1997-ից հետո եղել է էներգետիկայի փոխնախարար, նախարարի առաջին տեղակալ, ինչպես նաև 3 ամիս զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության կապի եւ տրանսպորտի նախարարի պաշտոնը։ 2001 թվականի հունվարի 11-ին նշանակվել է Երևանի քաղաքապետ։ Անկուսակցական է, ամուսնացած է, ունի 2 երեխա։ Մեր զրույցը ինչպես միշտ տեղի ունեցավ Անի Պլազա հոթելի մառանում։ Շնորհակալություն հայտնենք հյուրանոցի տնօրենությանը, որոնք ամեն ինչ արեցին, որ այս ցուրտ օրերին մառանը ջեռուցվի։ Հուսանք, որ մեր զրույցը Ռոբերտ Նազարյանի հետ նույնպես կլինի ջերմ եւ անկեղծ։ Առաջին ավանդական հարցը. Անի հյուրանոց, մառան, Սայաթ-Նովայի պողոտա։ Ինչ հիշողություններ են կապված Ռոբերտ Նազարյանի մոտ Երևանի այս գողտրիկ անկյան հետ։ Երբ փոքր էի, այս փողոցի վրա, Սայաթ-Նովա փողոցի վրա գիլասի ծառեր կային, եւ երբեմն ես ապրելով Շնգավիթի շրջանում, 3-րդ մասում այսպես ասած, բարձրանում էինք այստեղ, երբ գիլասը հասնում էր, եւ ծառերից պոկում էինք այդ գիլասները, եւ առաջի հիշողությունը կապված է կարծես թե այս փողոցի հետ այդ ծառերով։ Երկրորդը հիշում եմ, երբ սկսվեց Անի հյուրանոցի շինարարությունը, դա քաղաքապետ Գրիգոր Հասրացյանի ժամանակ էր, անհամբեր սպասում էինք, թե երբ կավարտվի, որովհետև այն ժամանակ կարծես թե այսպիսի բոլորիս մոտ, հայերիս մոտ, հատկապես երևանցիների մոտ առաջինը լինելու սովետական միությունում այդ մարմանջը կար եւ բոլորիս մոտ որ սա լինելու է սովետական միության թիվ 1 հյուրանոցը եւ ամենաբարձրահարկն է լինելու, թեպետ այդպես չէ, բայց մեր մոտ այդպիսի կարծիք էր տպավորվել եւ շահագործման հանձնվեց ներուրախությանը չափ ու սահման չկար։ Երրորդ հիշողությունը, երբ ավարտեցինք բարձրագույն ուսումնական հաստատությունը պոլիտեխնիկական ինստիտուտը, մենք ավարտական միջոցառումը Անի հյուրանոցի 2-րդ հարկի ռեստորանում կազմակերպել եւ դրանից հետո ամեն տարի դա փետրվարի 3-ն էր, հիշում եմ, մենք ուսանողներով առանց իրար հետ պայմանավորվելու հանդիպում էինք մուտքի մոտ եւ բարձրանում այդ ռեստորանը միասին նշում էինք։ Պետական քննությունը ազդել էինք, բայց դեռ դիպլոմայինը չէինք պաշտպանել, դրա համար փետրվարի 3-ին էր դա։ Հիմա չի շարունակվում այդ ավանդույթը։
Ցավոք սրտի 90 թվականից հետո այդ մեր ծանր տարիները երբ սկսեցին մութու խավարի տարիները 92-93 թվականներին, երբ բոլոր նմանատիպ վայրերը փակվել էին հոսանքազրկման պատճառով, կտրվեց եւ ավանդույթն էլ հետը։ Ես առաջարկում եմ վերականգնել այդ ավանդույթը, օգտվելով եթերից, դուք հիմա կարող եք դիմել ձեր համակուրսեցիներին եւ ժամադրել նրանց փետրվարի 3-ին անի հյուրանոցում։ Շատ անհանգիստ եմ նման բան ասելու, որովհետեւ չի բացառում, որ փետրվարի 3-ին ես ինքս չկարողանամ լինել, հասկանալի պատճառները, որովհետեւ ես չեմ կարողանում իմ ազգականը պլանավորել։ Կարող է այնպեսի մի պետական նշանակության միջոցառում լինի, որ ինքս չկարողանամ, բայց բոլոր դեպքերում առաջարկությունը ընդունելի է եւ ես սիրով իմ ուսանողական ընկերներին առաջարկում եմ վերականգնենք եւ փետրվարի 3-ը ժամը 5-ին ոնց որ պայմանավորվել ենք լինենք անի հյուրանոցի մուտքի մոտ։ Ահա։ Եվ այսպես համարենք, որ եւս մի ավանդույթ վերականգնվեց։ Գիտեք ինչ, վերջին ամիսներին իմ զրուցակիցներից շատ-շատերը ոչ միայն Երևանյան հեքիաթներում, այլ նաեւ մյուս հաղորդաշարերում շատ-շատերը հետաքրքիր մի միտք են արտահայտում եւ եթերից շնորհակալություն են հայտնում քաղաքապետ Ռոբերտ Նազարյանին, որ վերականգնում է շատ-շատ ավանդույթներ, որ վերադարձնում է իրենց հին Երևանը։ Ինչպես դա ձեզ հաջողվեց 11 ամսվա ընթացքում։ Իհարկե իմ կարծիքով մի փոքր չափազանցված են այդ գնահատականները, բայց իհարկե առաջի իմ համաձայնվելու նախապայմանը, որ ինքս ինձ հետ փորձեցի հաղթահարել, դա նա էր, որ պետք է Երևանը այո դարձնել բոլորի համար սիրելի, իսկ դրա համար պետք էր նախ եւ առաջ այն գեղեցիկ, այն լավ ավանդույթները, որոնք Երևանը ուներ, փորձել նորից վերագտնել, նորից վերադարձնել երևանցիներին, եւ եթե դա չարվեր, հավատացած եմ դժվար կլիներ ինձ համար աշխատելը։ Բոլոր դեպքերում այն բոլոր ծրագրերը, որ ես նախատեսել էի 2001 թվականին, ցավոք սրտի մի մասը չկարողացա իրականացնել, եթե հաջողվեր դա բոլորը իրականացնել, կարծում եմ այսօր ես մի քիչ ավելի համարձակ կխոսեի եւ ոչ թե նման համեստ ձևով։ Եվ ես այդ մնացած բոլոր այն չիրագործված ծրագրերը, որոնք նախատեսել էի, փորձեմ իրականացնել 2002 թվականին անպայման։ Առանց ավանդույթները վերագտնելու նոր բան հնարավոր չի ստեղծել։ Նախ եւ առաջ ես համոզված եմ, որ յուրաքանչյուրիս համար Երևանը շատ սիրելի մի բնակավայր է եւ առանց սիրելու, առանց հոգի սիրտ դնելու այդ սիրելի բնակավայրի հնարավոր չի աշխատանք կազմակերպել։ Այդ առումով ես կարծում եմ յուրաքանչյուր քաղաքապետ պետք է նախ եւ առաջ կարողանա այդ հոգեբանությամբ աշխատել։ Ռոբերտ Նիկոլաևիչ, դուք փաստորեն քաղաքապետ դարձաք Ալբերտ Բազեյանից հետո։ Ինչ ժառանգություն ստացաք։ Խոսքը ոչ թե անձի մասին է, այլ ընդհանրապես ժառանգության։ Ընդհանուր առմամբ ես առաջի նշանակված օրվանից եւ ոչ միայն այս պաշտոնում նշանակվելիս ընդհանրապես ունեմ որդեգրած մի սկզբունք, որ երբեք ժառանգության մասին չեմ խոսում եւ ոչ էլ իմ նախորդների մասին։ Եթե լավ բան ունեմ ասելու անպայման իհարկե ասում եմ, բայց վատի առումով ոչինչ չեմ ասում։ Ինչպիսի ժառանգություն, ընդամենը կարող եմ ասել, որ այն կարգավիճակը, որ ունի այսօր Երևանը, դա չի բավարարում ինձ։ Մնացած բոլորը ժառանգության իմաստով։ Դրանք այդ կարգավիճակի հետ համեմատած շատ երկրորդական, երրորդական հարցեր են։ Այդ իմաստով նույնիսկ չեմ էլ ուզում նշել, թե ինչպիսի ժառանգություն եմ ստացել։ Կարող եմ ասել բավարար։ Իսկ ինչ եք կարծում, Երևանի քաղաքապետը պարտադիր պետք է լինի երևանցի, այսինքն ծնված Երևանում։ Գիտեք ինչ, ցանկալի է, բայց ոչ պարտադիր, ցանկալի է որ լինի երևանցի։ Ես կարող եմ դա բացատրել իմ ազնական օրինակով, որ ինձ համար եթե երևանցի չլինեի, շատ ավելի դժվար կլիներ աշխատել, ընդամենը այդ պատճառով։ Բայց եթե հայ է, հայրենասեր մարդ է, ինչ
նշանակություն ունի, թե ծնունդով որտեղից է։ Ինձ համար հեշտ է, որտեղ ես սկսած 1 տարեկանից Երևանի հետ մեծացել եմ եւ յուրաքանչյուր թուփ, ցայտաղբյուր, բարեկարգման էլեմենտ, նոր կառուցված շենք իմ հետ հասակ է առել կամ ես եմ նրանց հետ հասակ առել եւ ամեն մեկը իր հիշողությունն ու պատմություն ունի ինձ հետ կապված եւ նման վերաբերմունքի դեպքում եւ որոշումներ ես կայացնում շատ ավելի ջուրին է որոշում կայացնել, որովհետեւ մի դեպքում հասկանում ես թե ինչի հետ գործում ես, դա որպես արժեք, մյուս դեպքում հասկանում ես թե դա ինչքան սիրելի կամ ընդունելի միջավայր է երևանցիների համար եւ ինչքան զգուշորեն է պետք այդ որոշումը իրականացնել, դեռ չի բացառում քաղաքաշինական որևէ որոշում իրականացնելիս, ծրագիր իրականացնելիս, թե պետք դա նույնիսկ լինի ամենալավ որոշումը զուտ մասնագիտական առումով, բայց երևանցիները չընդունեն։ Իսկ մեր նպատակը ընդամենը միակն է, որ մենք կարողանանք միջավայրը պահպանենք, Երևանցու միջավայրը, սիրելի այդ բնակավայրը իր գեղեցիկ, իր լավ ավանդույթներով պահպանենք։ Ես առիթներ ունեցել եմ միշտ ասելու, որ կան աշխարհում շատ գեղեցիկ քաղաքներ, ես Երևանն եմ համարում գեղեցիկ քաղաք, բայց չկա այն ջերմությունը, որը ունի Երևանը, շատ յուրահատուկ ջերմություն ունի։ Դա ոչ միայն մարդկանցով է պայմանավորված, այլ նաև կառուցապատումով։ Եվ դա իմ կարծիքով մեր մեծ Թամանյանի շնորհքն է առաջ հերթին։ Ջերմությունը նաև գալիս է մարդկանցից, երևանցու կերպարը, կարծում եմ դա փիլիսոփայություն է նույնիսկ, կարելի է ասել։ Ինչ եք կարծում, մնացել է երևանցու կերպարը քաղաքում։ Շատ վիճելի հարց եք տալիս, միանշանակ պատասխանել ինձ համար շատ դժվար է, որովհետև մենք երբեմն առանձին դեպքերում շատ ենք ֆետիշացնում երևանցու կերպար հասկացողությունը եւ փորձում ենք դրա մեջ փնտրել մի բան, որը կարծես թե մեր երազների կամ հեքիաթների հետ է կապված։ Իրականում մենք ինքներս պետք է մի բան պարզ հասկանանք, որ երևանցու կերպարը ոչ այլ ինչ է, քան մեր սովորական կյանքում մեկս մյուսի հետ շփվելու, մեկս մյուսի հետ հարաբերվելու, մեր կեցվածքի, մեր պահվածքի, մեր խոսակցականի մեջ լինելու երևանցի։ Սա ոչ միայն պակասել է վերջի ժամանակներս Երևանում, այլ նաև ամբողջ Հայաստանում։ Առաջ ինչպես էր, օրինակ շատ մատների վրա հաշված հասարակական սննդի վայրեր ունեինք, ռեստորաններ, բարեր, սրճարաններ, որտեղ հավաքում են երևանցիները եւ բացառում էր, որ այդ հավաքատեղիում որևէ բան լիներ, որտեղ բոլորը իրար ճանաչում էին, շփվում էին, բարեկամաբար, սիրալիր, կամ եթե Աբովյան փողոցով, Սայաթ-Նովա փողոցով քայլում էր, մեծ մասամբ մեկս մյուսին ճանաչում էինք։ Մի այսպիսի բան էլ հիշեցի ակամայից, որ նույնիսկ երբ որ գնում ենք վետերոկներ էինք ասում, տես վետերոկներ կային, ստացվում էր որ ոչ մի կոլեկտիվ իր սեղանի հաշիվը չէր փակում, քոնը փակում էր հարևան սեղանինը, հարևանինը մյուսինը եւ տես։ Այդպիսի տես հետաքրքիր նաեւ ձևավորված ավանդույթ կար։ Այսօր կարծես թե բացին այս որ չեն ճանաչում, այլ նաեւ այդ պակասել է մեկը մյուսի նկատմամբ այդ հայրացական վերաբերմունքը, դրա պակասն եմ զգում երևանցու կերպարի մեջ։ Այո, Երևանը կառուցվել է տարիներ, դարեր շարունակ, եւ նրա տարեգրության յուրաքանչյուր հատվածում ստեղծվել են մնայուն արժեքներ, որոնք այսօր էլ հայ ազգի հպարտությունն են։ Զուր չէր, որ մեծանուն Ալեքսանդր Թամանյանն ու իր աշակերտները իրենց կյանքը նվիրեցին հարազատ քաղաքի կառուցմանն ու շենացմանը, փոխանցելով մեզ վարդագույն
արևային մի քաղաք, ուր դարեր ի վեր կերտվել է երևանցու կերպարը, որը յուրահատուկ հոգեբանություն է յուրաքանչյուրիս համար։ Հիրավի, այն վերջին տարիներին կարծես թե տեղի է տվել։ Եվ ինչպես նշեց իմ զրուցակից Ռոբերտ Նազարյանը, այսօր կարծես թե ստացվել է այնպես, որ Երևանից օգտվելու կուլտուրան, երևանցի լինելու հոգեբանությունը մեր մեջ պակասել է։ Նախկին երևանցիները ավելի շատ տալիս էին, քան վերցնում քաղաքից։ Այսօր շատերը, օգտագործելով իրենց ընձեռված հնարավորությունները եւ իրենց ձեռքի տակ ընկած լծակները, անխնա վերցնում են Երևանից, հաշվի չառնելով շատ ու շատ արժեքներ։ Ինչպես ասաց քաղաքապետը, սա է խաթարված այսօրվա երևանցու կերպարի մեջ, որը ինչպես նրան, այնպես էլ մեզ մեծ ցավ է պատճառում։ Եթե առավոտյան Երևանով քայլում ես, ապա բոլոր փողոցները պարտադիր մաքուր են։ Կեսօրին մի այլ տեսք ունի, իսկ երեկոյան խայտառակ աղտոտված վիճակում է։ Զարմանալի բան, չէ՞ որ պետք է միշտ հասկանանք, որ Երևանը, սա Երևանն է, սա մեր տունն է, այդ կարգախոսով ապրենք։ Մենք Երևանի Երևան տոնակատարությունների շրջանակներում մի օրն էլ այս նշանաբանով անցկացրեցինք, համայնքային օրեր։ Եվ պետք է մտածենք, որ եթե մի բան մեր ձեռքի թուղթը կամ սիգարետի մնացորդը գցում են գետին, ապա դա նույն մեր բնակարանի հատակն է, ոչ մի տարբերություն։ Այս Երևանցուն կուզենա այդպես այդ հոգեբանությամբ, քաղաքացու հոգեբանությամբ, մայրաքաղաքացու հոգեբանությամբ ապրի։ Այդ դրա պակասն եմ զգում այսօր շատերի մոտ։ Հրաշալի կարգախոս է սա, Երևանն է, սա մեր տունն է, եւ այդ առիթով ես ուզում եմ պարզապես ցույց ներկայացնել այս հետաքրքիր մտահղացումը Երևան շամպայնը, եւ ոչ միայն շամպայնը, այլ նաեւ շոկոլադները։ Ճիշտ է, շոկոլադը շատ հետաքրքիր անվանում ունի Մոնտե Կրիստո։ Մեր երիտասարդ ժամանակվա կարդացած գրքերի այո, անվանումն։ Իմիջիալից ասեմ, որ արտադրում է մի նոր հրուշակեղենի ֆաբրիկա Արարատ անունով, հայկական, այո, հայկական, սա գովազդ չէ, պարզապես մեր բարեկամներն են եւ իմանալով էլի որ Երևանի քաղաքապետը մեր հյուրն է լինելու, նրանք որոշեցին, որ Երևանի քաղաքապետը երևանյան հեքիաթներում պետք է խմի Երևան շամպայն։ Շնորհակալություն։ Այնպես որ եկեք Երևանի կենացը։ Շնորհակալություն, Երևանի կենացը։ Ռոբերտ Նիկոլաևիչ, Երևանը ունեցել է շատ լեգենդար անձնավորություններ մեր քաղաքը։ Ես հիշում եմ Սուրեն Աբրահամյանը այստեղ զրույցի ժամանակ ասաց, որ Վանո Սիրադեղյանը կանգնեցրեց Կարաբալայի հուշարձանը, ես երազում էի կանգնեցնել Միլիցա Անդրեի հուշարձանը։ Դուք ոչ մի երազանք չունեք որևէ լեգենդար անձնավորության հուշարձան կանգնեցնել Երևանում։ Երբեք չեմ մտածել հուշարձան կանգնացնելու առումով լեգենդար մարդու, բայց եթե այդ միտքը հղացավ ձեր մոտ, կարծում եմ առաջարկությունա կարելի է մտածել, բայց դրա փոխարեն կարող եմ ասել հետևյալը, ես ցանկություն ունեմ, երազանք ունեմ, որպեսզի երբեմնի մեր Թամանյանի Երևանյան գլխավոր հատակագծի այդ հյուսային պողոտան կառուցվի եւ պետք է ուրախությամբ նշեմ, որ կարծես թե արվել է արդեն այնքան բան, որ հետադարձ ճանապարհ չկա, հյուսային պողոտան սկսվել է կառուցապատման աշխատանքները եւ կկառուցվի։ Եթե ինձ հաջողվի իր տրամաբանական ավարտին հասցնել հյուսային պողոտայի կառուցապատումը, ապա ես որոշակի ձևով բավարարված կլինեմ եւ արդեն հրաժեշտ կտամ քաղաքապետի պաշտոնից։ Եվ ըստ ձեր հաշվարկների որքան կտևի։ Եթե մեր աշխատանքները ճիշտ կազմակերպենք եւ փորձենք այն մեր ցանկալի ժամանակացույցը պահպանել, կարծում եմ 3-3.5 տարի, ոչ ավելի։
Այսինքն 3.5 տարվա ընթացքում կվերածնվի Թամանյանի երազանքը։ Թամանյանի երազանքը, այո, եւ Երևանը կունենա իմ կարծիքով, եթե ոչ ամենալավագույնը, գոնե լավագույնների շարքում լավերից մեկը փողոցը, որը իր մեջ կունենա մեր հին ավանդական դասական ճարտարապետությունը եւ նաեւ ժամանակակիցը։ Այդ ներդաշնակությամբ կառուցվի մի գեղեցիկ փողոց, որը կլինի հետիոտն ամբողջությամբ, երկարությունը մոտ 400 մետր, լայնությունը 24 մետր, ամբողջ այդ հատվածում կունենանք ստորգետնյա պարկինգներ, որտեղ ավտոմեքենաները կանգ առնելու հնարավորություն կունենան, եւ ես կարծում եմ, որ եթե դա հաջողվի, դա հաջողվելու համար պետք է նաեւ մեր հայ գործարար մարդիկ, որոնք սեր ունեն եւ ցանկություն ունեն կապիտալաշինարարության բնագավառում ինվեստիցիաներ անելու, հավատան այդ ծրագրին եւ իրանք էլ մասնակցեն, որովհետեւ առաջի երկու լոտերը, երբ մենք աճուրդի հանեցինք, ցավոք սրտի հաղթողները ոչ հայկական կազմակերպություններ էին։ Ես կուզենայի, որ ամբողջությամբ մեր հայկական ֆիրմաները գործարար մարդիկ կառուցապատեին այդ փողոցը երկկողմանի։ Խոսում եք ճարտարապետության մասին, մի հարց ծնվեց ինձ մոտ, իսկ ինչպես եք վերաբերվում այն նոր շինություններին, որոնք ինչ որտեղ գտնվում են թամանյանական շինությունների կողքին եւ հակասում են ճարտարապետական ոճով։ Արդյոք քաղաքի տեսքը չի փչանում դրանից։ Իհարկե այդ մասին բազմաթիվ անգամ տարբեր մասնագիտական հանդիպումների ժամանակ մեր լավագույն ճարտարապետները առիթ ունեցել են խոսելու, ընդհանրապես պետք է կրկնված լինեն, որ այո, վերջի 10 տարիների ընթացքում մենք ունեցանք ցավոք սրտի այդպիսի կառուցապատումներ, որոնք իրենց միգուցե ճարտարապետական առումով արժեք ներկայացնող շենքեր են, բայց այդ միջավայրի համար անհարիր եւ այդ հարմոնիան, որը ուներ նախկինում այդ միջավայրը, կարծես թե խախտված է։ Այսօր քաղաքաշինության բնագավառը այնպիսին է, որ սխալները դժվարությամբ են ուղղվում եւ պետք է հաշտվենք այդ մտքի հետ, որ արդեն դա կայացած է եւ որևէ քայլ անել դժվար է։ Երբ շատ հարուստ լինենք, մեր Երևանի քաղաքը լավ բյուջե ունենա, կարծում եմ մենք այդ սեփականատերերի կառաջարկենք, որպեսզի ապամոնտաժվի եւ տեղում կառուցվի այնպիսի շենքեր, որոնք հարիր են այդ միջավայրին եւ հիշեցնում են մեր այն Երևանը, որտեղ այդ շենքը կառուցվել է եւ կարծես թե խաթարված է, նորից կվերականգնենք։ Կարծում եմ այդ ժամանակներն էլ կգան եւ շատ հեռու չի իմ կարծիքով այդ ժամանակները։ Ռոբերտ Նիկոլաևիչ, գիտեք ինչ, մենք ցավով ուզում եմ նշել, որ հաճախ մեր հաղորդումներում նկատել ենք, իսկ մեր հաղորդումների մեծ մասը նվիրված է Երևանին, դա հանդիպումներ վերնիսաժում, երևանյան հեքիաթներ եւ էլի մի շարք հաղորդումներ, կեսկատակ, կեսլուրջ հաղորդաշարը, որը ներկայացնում է մեր քաղաքի հուշարձանները, կեսկատակ, լուրջ եւ վերջում ցավով։ Այդ ցավով էջի մասին եմ ուզում խոսել, ոչ միայն հուշարձանների։ Ես նկատել եմ, որ մեր երիտասարդները չեն ճանաչում մեր մեծերին։ Ես նկատել եմ, որ շատերը անտարբեր են պարզապես մեր մշակութային գոհարների նկատմամբ, հուշարձանների նկատմամբ, շենքերի։ Ինչից է դա գալիս, ինչ եք կարծում, որ այսօրվա երիտասարդը, օրինակ, չգիտի թե ով է նույնիսկ Հովհաննես Թումանյանը։ Էլ չեմ ասում, որ չգիտի թե ով է հեղինակը այդ հուշարձանի։ Անկեղծ ասած, այդ հարցի մասին ես էլ եմ շատ մտածել եւ ինքս այդ հարցը տվել։ Համենայն դեպս այդ երիտասարդները մեղավոր չեն, որ չգիտեն։ Մեղավոր ենք մենք ավելի տարիքով կամ մեկ սերունդ ավելի մեծերս, որովհետեւ ժամանակին այդ պատանիներին կամ դպրոց հաճախող երեխաներին չենք տվել այն, ինչը անհրաժեշտ էր տալ։ Մասնավորապես ես միշտ ասում եմ, որ երկու բնագավառ կա, որտեղ սխալները անուղելի են դառնում, մեկը դա կրթական համակարգն է։ Մենք գեղագիտական դաստիարակությունը կամ մեր մշակութային արժեքներին մեր մատաղ սերնդի հետ հաղորդակից դարձնելու այդ պրակտիկան վերացրել ենք։ Դա էր պատճառներից մեկը, որ ես
դիմեցի դեռևս ապրիլ ամսին մեր բոլոր կրթական համակարգի դպրոցի տնօրեններին եւ հորդորեցի, խնդրեցի, որպեսզի նրանք առանձին դասաժամեր կապված հայոց լեզվի եւ գրականության դասի հետ, եթե Ավետիք Իսահակյանի մասին է խոսքը գնում, եթե դա Չարենցի մասին է խոսքը գնում, ապա այցելեն Պանթեոն եւ մեր մեծերի այն շիրիմները, որոնք հագչում են Պանթեոնում, նախ ծանոթացնեն այդ մեծերի հետ, ինչ որ արտագնա դասաժամեր կազմակերպեն։ Ինչու՞ չէ, նաև ասացի, որ առանձին դեպքերում բացի մեկական ծաղիկներ ձեռքերի ունենալուց առանձին օրերել նվիրել այնտեղ բարեկարգելու, մաքրելու, սանիտարական մաքրություն անելու եւ ծանոթացնենք մեր մեծերին։ Միգուցե առանձին դպրոցներում շատ բարձր մակարդակի է վերադրված, ես չեմ Կան դպրոցներ, իհարկե, որտեղ նույնիսկ գեղագիտական կենտրոն է ստեղծված։ Դրանով վիրավորված կլինեն շատ այն լավ մեր ուսուցիչներին եւ տնօրեններին, որոնք շատ բարձր մակարդակի վրա են տանում։ Բայց ես կարծում եմ ոչ միայն դպրոցներում, ընտանիքներում այդ դասերակցությունը պետք է լինի, ես հիշեցի այս պահին իմ այս հաղորդաշարի հերոսներից մեկին, Գևորգ Մուշեղյանին ճարտարապետ, որը նոր Ավանի հեղինակն է, հեղինակներից մեկը, եւ նա պատմում էր, որ այն ժամանակ նոր Ավանը թաղերի են բաժանել եւ յուրաքանչյուր թաղ գրել է առ այսօր էլ այդպես է, ինչքան գիտեմ, Նարեկացու, Քուչակի, Չարենցի, այսինքն մեր մեծանուն հայերի անունները, դա դաստիարակչական նպատակով էր նաեւ։ Եվ ինչ եմ ուզում ասել, երբ այսօր մենք նայում ենք մեր շատ փողոցներին, օրինակ Բեյրութի փողոց, քաղաքի կենտրոնում Սունդուկյանի թատրոնի հարևանությամբ, այն դեպքում, երբ Վարդան Աճեմյանի անունը կրող փողոցը գտնվում է քաղաքի ծայրամասում։ Կամ հենց ձեր օրոք հրապարակը դա կապեցիք ֆուտբոլի հետ, Բրազիլիայի հրապարակը, այո, քանի որ ֆուտբոլի մարզադաշտի հարևանությամբ էր, կամ թեկուզ վերցնենք մեր կրկեսը, որը առ այսօր չի կրում Լեոնիդ Տենգիբարյանի անունը։ Դա էլ է դաստիարակչական նպատակ հետապնդում, չէ՞։ Եթե երեխան գրում է կրկես իմանալու որ Լեոնիդ Տենգիբարյանի անունով, նա կհետաքրքրվի, թե ով է Լեոնիդ Տենգիբարյանը։ Համաձայն եմ, իհարկե մի բան պետք է հաշվի առնենք, որ մենք արդեն ազատ անկախ երկիր ենք եւ ունենք մեր տեղը այդ միջազգային հարության մեջ եւ մենք նաեւ պետք է արտաքին քաղաքականություն վարենք եւ պետք է նաեւ Բրազիլիայի հրապարակել ունենանք, պետք է նաեւ Բեյրութի փողոց էլ ունենանք, որովհետեւ նույն Բեյրութում կա Երևանի փողոց, նույն Բրազիլիայում կա 7 Երևանի քաղաքի կենտրոնում եւ էլի քաղաքի կենտրոնում, այո։ Իհարկե դրանով չեմ ուզում արդարացնեմ, բայց նաեւ չմոռանանք, որ նաեւ այս տարի ես ուզում եմ անպայման այդ մասին նշեմ, մեր շատ սիրելի Արա Գևորգյանի նախաձեռնությամբ մենք մի շատ գեղեցիկ այգի ստեղծեցինք, Չինարի այգին, որտեղ մեր մտավորականները, մեր արվեստի մշակույթի մարդիկ միասնաբար այդ նույն օրը եկան ծառատունքի եւ մեր բոլոր մեծերի անուններով ծառեր տնկվեցին, սկսած Մեսրոպ Մաշտոցից, վերջացված վերջին մեր այս վերջերս իրենց մահկանացում գտած մեծերով։ Ես կարծում եմ շատ գեղեցիկ ավանդույթ էր եւ ի ուրախություն մեզ այդտեղ բոլոր ծառերը չորթական լեզվով ասած կպել են եւ չորացած ծառ չունենք եւ որևէ մի երեխա չարաճճի կամ միտումնավոր կամ իրար չարաճճում չի վնասվել այդ այգին։ Զարմանալի բան է։ Եվ Աստծո կամքը կա այդ այգին, որպեսզի կյանքի կոչվի եւ միջավայրը շրջապատի մարդիկ շատ հոգատար են այդ այգու նկատմամբ։ Դա է դաստիարակչական մեծ նշանակություն։ Ես առօրից պետք է օգտվեմ իմ շնորհակալությունս այդտեմ Արա Գևորգյանին այդ գեղեցիկ նախաձեռնության համար եւ կարծում եմ նման գեղեցիկ նախաձեռնություններ եթե որևէ մեկի մոտ կլինեն, ես պատրաստ եմ համագործակցելու։ Ռոբերտ Նիկոլաևիչ, վերադառնալով փողոցներին, ես հիշեցի, որ կյանքից հեռացավ Գրիգորի Իվանովիչ Հասրացյանը, այն ժամանակ մենք նստած էինք մեր գրասենյակում եւ ես մեր տնօրենին էլ նրան ասացի, որ գնանք պարոն Նազարյանի մոտ եւ մի առաջարկ անենք երրորդ ալիքի կողմից, որպեսզի Սարատնովայի փողոցի մի մասը, թեկուզ մի մասը կրի նրա անունը, քանի որ նրա իր ստեղծած փողոցն է դա։ Նա ասաց, սպասիր, կլինի մեր հյուրը, եթերում այդ առաջարկը կանենք։ Երրորդ ալիքը այդ առաջարկը անում է ձեզ, հնարավոր է դա։ Իհարկե այդ մասին մտածել են քաղաքապետարանում, տարբեր կարծիքներ կան, ցավոք սրտի, երբ փորձեցի Հավուր Պատշաճի փողոց գտնել մեր հարգարժան քաղաքապետին Գրիգոր Հասրացյանին,
ապա բոլորը անվանակոչված են։ Մենք մի բա փորձեցինք մեր այգիներից մեկը Գրիգոր Հասրատյանի անունով անվանել, որը էլի իր կառուցածներ, Օղագաձև զբոսայգու հատվածներից մեկը, 4-րդ հատվածը։ Առայժմ դեռ վերջնական որոշում չեն կայացրել, բայց կարծում եմ նա արժանի է, որպեսզի իր անունով Երևանում որևէ փողոց կամ այգի կամ հասարակական վայր անվանենք կամ հրապարակ գտնենք անվանենք Գրիգոր Հասրատյանի անունով։ Գրիգոր Հասրատյան, ստորգետնյա և վերգետնյա Երևանի մեծ գիտակ։ Դեռ մի քանի ամիս առաջ Ռոբերտ Նազարյանը որոշել էր նոյեմբերի 24-ին այցելել Գրիգոր Հասրատյանին, սակայն կյանքը թելադրեց իր կանոնները։ Վերջերս նոյեմբերի 24-ին մեծ երևանցու ծննդյան օրը Մաշտոցի պողոտայում գտնվող շենքերից մեկի պատին քաղաքապետի որոշումով բացվեց հուշատախտակ, ուր գրված էր. այս տանը ապրել է Երևանի քաղաքապետ Գրիգոր Հասրատյանը։ Ուրախալի էր ներկաների մեջ տեսնել Մուրադ Մուրադյանին, Արտաշես Գեղամյանին, Սուրեն Աբրահամյանին, մարդկանց, որոնք նույնպես ղեկավարել են այս քաղաքը։ Երբ նայում էի ներկաներին, ակամայից մտածում էի, որ նրանցից գրեթե բոլորը հետագայում պիտի լինեն իմ հյուրը Երևանյան հեքիաթներում։ Ցավոք, այսօր մենք քիչ ենք, բայց մեզ երևանցի են ասում։ Գրիգոր Հասրատյանի արժանիքները այնքան շատ են, որ եթե այսօր նրանից հետո եկած բոլոր քաղաքապետերն էլ միանան, չեն կարող անել այն ամենը, ինչ նա արեց Երևանի և մեզ համար, նշեց Մուրադ Մուրադյանը։ Ընդհանրապես քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը փորձում է համախմբել իր շուրջ երևանցիների, քանզի ինքն էլ երևանցի է և ցավում է իր քաղաքի համար։ Փորձում է վերականգնել ավանդույթները, չի մոռանում մեծանուն արվեստագետներին։ Իր հարգանքի տուրքն է մատուցում զոհված ազգային հերոսներին։ Քաղաքապետարանի որոշումով դեկտեմբերի 3-ին բացվեց նաև ազգային հերոս դերասան Մովսես Գորգեսյանի հուշատախտակը։ Կարևոր ավանդույթներից, որը կրկին վերացնեց Ռոբերտ Նազարյանը, դա քաղաքի տոնն է, Էրեբունի Երևանը, որը տևեց մեկ շաբաթ, տոն, որը հիմնել է Գրիգոր Հասրատյանը, որը նշվել է ամեն տարի և եղել է համաժողովրդական տոնակատարություն։ Նշանակման հենց առաջի ամսվա ընթացքում ես հրավիրեցի հանդիպման մեր ստեղծագործական միությունների բոլոր նախագահներին, մեր կարևորագույն բուհերի ռեկտորներին և մենք միասին շատ ազատ անկաշկան զրույց ունեցանք, ինչպիսին են ուզում տեսնել Երևանը զուտ մշակութային առումով և նաև մնացած բոլոր բնակավարներում և բոլորի մոտ կարծես թե այդ պահանջը խիստ ձևով կար, որ Երևանը այսօր Երևան է, մայրաքաղաք է նաև իր մշակութային կյանքով, որը կարծես թե վերջի տարիներին այնքան էլ իր մասին չէր հիշեցնում։ Եվ մեր շաբաթօրյակներից սկսած կանաչապատման, բարեկարգման, այդ միամսյակի հետ կապված յուրաքանչյուր շաբաթ օրը նաև մշակութային էր։ Մենք զուգակցում էինք այդ բաները։ Մի դեպքում, եթե դա կանանց միջազգային օրվա հետ էր կապված մարտի 8-ի, մյուսը եթե ապրիլի 7-ի, ապա այդտեղ մշակութային միջոցառումներ էինք անում։ Ինչու՞ չէ, նաև մեր ամբողջ գործունեության ընթացքում տարբեր մեր մշակույթի վարպետների հետ տարբեր բարեգործական համերգներ կազմակերպեցինք, ես ուզում եմ մեր
հարգարժան մայստրոյին Ռոբերտ Ամիրխանյանին իմ շնորհակալությունը հայտնել, որը շատ ազնիվ եւ անմնացոր ձևով մեր բոլոր նախաձեռնություններին արձագանքում էր, մասնակցում, հեղինակային երեկոներ կազմակերպում եւ այդ հասույթը ամբողջ համերգների գնում էր բարեգործական նպատակների համար։ Պանթեոնի վերականգնման Պանթեոնի, հա, մեր Ռիմաս Արիբեկյանին ինքը իր նախաձեռնությամբ ասեց, ես մեկ համերգ կազմակերպեմ եւ ամբողջ հասույթը կնվիրաբերեմ Պանթեոնին եւ էլի շատ։ Այնպես որ այդ առումով Երևան այս տարի իր մշակութային կյանքով գերազանցեց երևի բոլոր տարիներին։ Իհարկե նաեւ պետք է նշեմ, որ եթե մենք կարողանանք այդքան շատ միջոցառում ունենանք, նաեւ դրա հետ կգա որակը։ Շատ միջոցառումներ իհարկե միգուցե եթե խիստ գնահատենք, կարող ենք որոշակի քննադատական խոսքեր ունենանք սուր ձևով, մասնավորապես եւ իմ կազմակերպած միջոցառումների մասին եմ ուզում ասեմ, բայց դա էլ է լինում։ Երբեմն լավ չես կազմակերպում, միջոցների սղությունը, լավ բան անելու համար նաեւ լավ փող է պետք ներդնել։ Գիտեք, ինչ նաեւ լավ մասնագետների համախմբել այստեղ էլ ավանդույթները վերականգնելով հին մասնագետների, որոնք որ փորձ ունեն, օրինակ երիտասարդների հետ, որպեսզի աշխատեն։ Լավ բան ասեցիք, մեր այսօրվա երիտասարդ ստեղծագործողները, երգիչ-երգչուհիները մի մասը շատ մեծ հաճույքով քաղաքապետարանի միջոցառումներին գալիս են եւ անվճար որևէ բան չպահանջելով մասնակցում են եւ պատրաստ են երևանցիներին ուրախացնել իրենց մասնակցությունը բերելով։ Երևանը երգերի մեջ այդ օրը մենք երբ որ Կասկադի այդ հարող տարածքում կազմակերպեցինք, շատ երգիչ-երգչուհիներ եկան իրենց հաճույքով, սիրով այդ օրը մեր հետ լինելու, բայց գտնվեցին նաև մարդիկ, որոնք փող պահանջեցին, գումար պահանջեցին այդ միջոցառմանը մասնակցելու համար։ Բնականաբար քաղաքապետարանը նման միջոցներ չունի, որպեսզի կարողանա, ես իհարկե իրենց պահանջը արդարացի եմ համարում, որովհետև դա էլ կարևոր բան է։ Մենք ունենք եւս մի ավանդական հարց, միգուցե ինչ-որ տեղ զարմացնի ձեզ այս հարցը, բայց ուզում եմ տալ այս հարցը ձեզ։ Եթե ձեզ այսօր նշանակեին Երևանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանից հետո, հիմա այս հարցը ձեզ տալիս եմ որպես երևանցի զուգ, ոչ թե որպես քաղաքապետ, Ռոբերտ Նազարյանից հետո առաջին հերթին ինչ կանեիք։ Բարդ հարցեր։ Չէ, իհարկե պատրաստ չեմ, այդ նման հարցերին պատասխանելու համար առաջի հերթին պետք է նախ կարևորես այդ թիվ 1 խնդիրների մեջ, որն է իրոք թիվ 1 խնդիրը, որովհետև քաղաքային տնտեսության մեջ թիվ 2 խնդիր չկա, սկսած կոմունալ տնտեսության բնագավառից, քաղաքաշինության, մշակութային, առողջապահության, կրթության, դրանք բոլորն էլ ինձ համար թիվ 1 խնդիրներ են, բայց ինչ կանեի, եթե դա իրոք իմ անելու խնդիրը լիներ եւ ես կարողանայի ինքնուրույն այդ հարցը լուծեի, նախ եւ առաջ կփոխեի Երևանի կարգավիճակը։ Ես սպասում եի այդ պատասխանին։ Հա։ Որովհետեւ եթե մենք ուզում ենք զարգացող հերանեկային ծրագրերով քաղաք ունենալ եւ ուժեղների կողքին հավասար քայլել, այս կարգավիճակով մենք երկար չեն կարող գոյատևել։ Երևանը պետք է ունենա ինքնուրույն բնակավայրի կարգավիճակ իր բյուջեով, այդտեղ կարևոր չի նշանակովի թե ընտրովի քաղաքապետը, կարող է ներկայացուցչական մարմինը լրիվ բավարարի, բայց բյուջե Երևանը պետք է ունենա եւ պետք է լինի մեկ բնակավայր, հատուկ օրենք մշակվի, դրա համար պետք է սահմանադրական փոփոխություն կատարել, որպեսզի այդ հարցը լուծվի։ Եթե այս հարցը լուծվի, ընդամենը ես երկրորդ որպես տարբերակ կառաջարկեմ, որպեսզի 12 թաղապետարանները լինեն 8 կամ 9, մի քիչ ավելի խոշորացնելով, չի բացառում նաև 7 կամ 8, նու քննարկելու հարց է, այդ դա մի քիչ պետք է լավագույն ձևով քննարկի, որտեղ շատ չափորոշիչներ պետք է դրվի ճիշտ օպտիմալ թվի վրա դուրս գալու համար։ Իսկ թիմ հասկացողությունը ընդունում եք։ Իհարկե։ Դուք հավաքել եք հիմա ձեր թիմը արդեն, վերջնական, թե ոչ։ Թիմը որոշակի ինչ եք հասկանում թիմ ասելով այդ խոսքի մեջ։ Թիմը նախ եւ առաջ ես հասկանում հետեւյալ կերպ կա
պաշտոն, որը ունի կոնկրետ ֆունկցիոնալ պարտականություններ, պատասխանատվություն եւ իրավունք։ Որպեսզի կարողանա իր ֆունկցիոնալ պարտականությունները կատարի այդ իրավունքներով, պետք է ունենա ծրագիր։ Եվ այդ ծրագիրը պետք է բխեցված լինի հայեցակարգերից։ Եթե քաղաքապետը ուզում է այդ ծրագրը իրականացնել եւ այդ հայեցակարգը մշակվել է եւ ծրագիրը կա, ապա դա հնարավոր է միայն թիմով կատարել, միայն մենակ բոլորովին հնարավոր չի։ Իսկ դրա համար արկա են համախոհներ կողքիդ լինեն, հավատան այդ ծրագրին, հավատան քեզ եւ ինչքան դու ունես էնտուզիազմ, այդքան էլ գոնե մի քիչ պակաս այդ թիմի յուրաքանչյուր անդամ ունենա։ Ռոբերտ Նիկոլաևիչ, ես ունեմ եւս երկու ավանդական հարց, սակայն չնայած ցուրտ է պատշգամբում, բայց առաջարկում եմ հագնենք վերարկուները եւ վերջի երկու հարցի պատասխանը ուզում եմ որպեսզի մեր գիշերային Երևանի ֆոնին լինի։ Ես շատ ուրախացա, որ ասացիք հագնենք վերարկուները, հակառակ դեպքում չէի համաձայնվելու։ Շարունակենք մեր զրույցը 3 հարց ընդամենը, քանի որ ցուրտ է բավական, ես կարծում եմ կարճ կզրուցենք այստեղ։ Առաջին հարցը Երևանի պատվավոր քաղաքացի կոչման մասին է։ Ձեր օրոք շատ մարդկանց շնորհվեց այդ պատվավոր կոչումը։ Ինչ սկզբունքով եք տալիս դրանք։ Ընդհանուր առմամբ առաջարկություններ, միջնորդություններ են լինում տարբեր հասարակական կազմակերպությունների կողմից, մեր ստեղծագործական միությունների առաջարկությունները, որը նախ եւ առաջ մեր Երևանի խորհրդում քննարկման է ենթարկվում եւ որոշում կայացվում, Երևանի խորհրդի որոշումից հետո քաղաքապետի որոշումն է ծնվում եւ այն մարդկանց, որոնց պատվավոր քաղաքացու այդ պատվավոր կոչմանն են արժանացրել, կարծում եմ բոլորն էլ արժանի են եւ կան շատ արժանիներ, որոնց դեռ չենք հասցրել եւ կարծում եմ շատ հեռու չի այն օրը, որ որոշ ընկերներ, որոնք եթե վիրավորված են եւ մտածում են, որ նրանք ավելի արժանի են եւ պետք է իրանք էլ այդ կոչումը կրեին, այդ օրը կլինի։ Եվ մեր վերջին երկու ավանդական հարցը, երբ այսօր ձեր ընտանիքի հետ, եթե իհարկե ժամանակ եք ունենում, դուրս եք գալիս Երևան զբոսնելու, որն է ձեր ամենասիրած վայրը քաղաքում։ Ինձ համար Երևանը ամբողջությամբ շատ սիրելի եւ հաճելի է, իսկ ընդհանուր առմամբ վերջի տարիներին ցավոք սրտի ընտանիքով միասին, որ ես, կինս եւ երկու երեխաներս միասին դուրս գանք եւ որևէ տեղ ժամանակ անցկացնենք չեմ հիշում։ Ընդհանուր առմամբ Երևանի կենտրոնը եւ իմ ծննդավայրը, երրորդ մասը շատ ինձ համար հաճելի է եւ շատ հարազատ։ Եվ վերջին հարցը կապված է հենց այս հաղորդաշարի հետ, երևանյան հեքիաթներ։ Ձեզ համար որն է ամենաթանկ երևանյան հեքիաթը ձեր կյանքում որպես երևանցի։ Երևանյան ամենաթանկ հեքիաթը իմ համար այն մարդիկ են, որոնք այս գեղեցիկ քաղաքը կառուցել են եւ մենք այսօր իրավի հպարտանալու իրավունք ունենք։ Եվ կուզենայի անպայման նշել այն 40 քաղաքապետերից երկուսի անունը, որոնք այս գեղեցիկ Երևանը կառուցեցին եւ նվիրեցին մեզ. Գրիգոր Հասրացյանը, Մուրադ Մուրադյանը, եւ ես կցանկանայի, որ երբեմն գա այն քաղաքապետերի ժամանակը, որոնք արդեն կարողանան իրենք կառուցել, ոչ թե պահպանել մի կերպ այս Երևանը, եւ եթե շատ տարիներ հետո որևէ մեկին այս հարցը կտակ, երրորդ անունն էլ ծնվի։ Շնորհակալություն Ռոբերտ Նիկոլաևիչ այս զրույցի համար, իմանալով, որ դուք զբաղված մարդ եք այն էլ այս օրերին, երբ առատ ձյուն էր արդեն Երևանում եւ կարծում եմ շատ խնդիրներ ունի Երևանի քաղաքապետը այս օրերին, ժամանակ գտաք եւ եկաք մեր հաղորդմանը մասնակցելու։ Շնորհակալություն ձեզ։ Ես եմ ուզում իմ շնորհակալությունը հայտնել ձեզ, ձեր հաղորդաշարին
ես չէի կարող չգալ, որովհետև այս հաղորդաշարը իր մեջ մեծ խորհուրդ եւ իմաստ է պարունակում այն առումով, որ մարդկանց մեջ այն բարին, այն գեղեցիկը, այն ջերմությունը, որ կարծես թե բոլորից մի քիչ պակասել է, նորից արթնացնում են։ Նախ եւ առաջ մեր մեծերի նկատմամբ, մեր անցյալի նկատմամբ եւ այն մարդկանց նկատմամբ, որոնք արարել են, ստեղծել են եւ այսօր կարծում եմ արժանի են եւ լավ խոսքի եւ բարի խոսքի։ Եվ ես կցանկանայի, որպեսզի ձեր հաղորդաշարում շատ լինեին այն մարդիկ, որոնք այս Երևանի համար, ոչ միայն Երևանի համար, այս երկրի վրա արարել են, ստեղծել են եւ մի բարի հուշ են թողել մեզ այսօրվա երևանցիներիս։ Գիշերը մեկն ինձ հիշել է, նա ինձ հուշել է անհուշելի, նա իմ հույսը անտարակույսը, նա է իմ լույսը մութ գիշերի, նա է իմ հույսը անտարակույսը, նա է իմ լույսը մութ գիշերի։ Նավ եկել էր, կյանքս բեկել էր, բախտս թեկել էր ինքն իր բախտին, բայց արդեն ուշ է, հուշը մշուշ է, սերը քնքուշ էր կես գիշերի, բայց արդեն ուշ է, հուշը մշուշ է, սերը քնքուշ էր կես գիշերի։ Ներսարի ինչ ես կանգնել, ինչ ես հիմա շվիտով կարացել, սա Երևանն է, այստեղ դու տանն ես, որ քեզ սպասում են դեռ կես գիշերին։ Ու կամ սիրում են, կամ հայհոյում են, երբ քիշը ծնում են անիշերին։ Մեկն ինձ հիշել է, նա ինձ հուշել է անհուշելի, բայց արդեն ուշ է, հուշը մշուշ է,